Վրաստան, Թուրքիա, Իրան, Ադրբեջան, ինչ են անում Հայաստանի հարևանները, ինչ է կատարվում այդ երկրներում։ Վրաստանի արտգործնախարար Մակա Բոճորիշվիլին մեկնել է Հունգարիա մասնակցել դեսպանների համաժողովին։ Այցի շրջանակում Բոճորիշվիլին հանդիպել է իր հունգարացի գործընկերոջ Պետեր Սիյարտոյի հետ։ Բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում Բոճորիշվիլին նշել է, եվրոպական ինտեգրումը մնում է Վրաստանի ռազմավարական նպատակը եւ շատ կարեւոր է երկրի համար։ Վերջին տարիներին մենք տեսնում ենք, որ եվրոինտեգրումը շատ հաճախ օգտագործվում է տարբեր դերակատարների կողմից որպես երկիրը ապակայունացնելու գործիք, եւ դա մեզ չի ուրախացնում։ Բոճորիշվիլու խոսքով Թբիլիսին տարիներ շարունակ ապացուցել է, որ վստահելի գործընկեր է։ Մենք միշտ այնտեղ ենք, որտեղ մեր գործընկերները ցանկանում են տեսնել մեզ, այդ թվում, երբ խոսքը վերաբերում է անվտանգության, խաղաղության, տնտեսական զարգացման եւ ավելի լավ ապագայի համար պայքարին։ Ես կարծում եմ, որ Վրաստանը կարող է նպաստել Եվրոպայի ավելի լավ ապագայի ապահովմանը։ Հանդիպումից հետո Պետեր Սիյարտոն նշել է, որ Վրաստանը Եվրամիության երկակի ստանդարտների ամենատեսանելի օրինակն է, երկիրն ունի հայրենասեր, պահպանողական, խաղաղասեր կառավարություն, իսկ Բրյուսելը ամեն կերպ պայքարում է դրա դեմ։ Նրա խոսքով Միացյալ Նահանգների նոր նախագահի եւ նրա վարչակազմի քաղաքականությունը հուսահատության է հասցրել Եվրամիությանը։ Սիյարտոն նշել է, որ կշարունակեն պաշտպանել Հունգարիայի ազգային շահերը Եվրամիության ներսում։ Գերմանիան լրացուցիչ պատժամիջոցներ է սահմանել Վրաստանում բողոքի ակցիաները ճնշելու համար պատասխանատու անձանց դեմ։ Գրեթե 3 ամիս Վրաստանի բնակիչները բողոքում են հանդես գալով Եվրամիության կազմում ապագայի օգտին եւ երկրի ղեկավարության կուրսի դեմ։ Նրանք շարունակում են բախվել ահաբեկումների, ձերբակալությունների եւ բռնությունների։ Այսօր Գերմանիան լրացուցիչ արգելքներ է սահմանել մի շարք պաշտոնյաների նկատմամբ, որոնք պատասխանատու են Վրաստանում բողոքի ակցիաները ճնշելու համար։ Դեկտեմբերին Գերմանիան մուտքի արգելք էր սահմանել Վրաստանի 9 քաղաքացու նկատմամբ, այդ թվում երկրի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրիի, որոնք ըստ գերմանական կողմի պատասխանատու են խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնության համար։ Վրաստանում խորհրդարանի նոր ընտրություն անցկացնելու պահանջով բողոքի ակցիաները չեն դադարում։ Դրանք սկսվել են այն բանից հետո, երբ 2024 թվականի նոյեմբերի 28-ին վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարեց Եվրամիությանը երկրի անդամակցության շուրջ բանակցություններ սկսելու հարցի քննարկումը մինչև 2028 թվականի վերջը դադարեցնելու որոշման մասին։ Եվրոպական մայրցամաքի անվտանգության ապահովումն առանց Թուրքիայի մասնակցության անհնար է, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, նշել վերջին շաբաթների սուր բանավեճը հստակ ցույց տվեց դա։ Էրդողանի խոսքով Եվրոպան Թուրքիայի կարիքն ունի նաև տնտեսության, առևտրի եւ դիվանագիտության ոլորտներում։ Անկարան պատրաստ է զարգացնել հարաբերությունները եվրոպական երկրների եւ Եվրամիության հետ ընդհանուր շահերի շրջանակում եւ փոխադարձ հարգանքի հիման վրա։ Քանի որ մեր եվրոպացի բարեկամներն իրենց քաղաքականությունը ձևավորում են ռացիոնալ հիմքի վրա, նրանք գիտակցում են Թուրքիայի հետ հարաբերությունների կարեւորությունը։ Դա խոստումնալից է Թուրքիայի եւ Եվրամիության հարաբերությունների ապագայի համար։ Անդրադառնալով Ուկրաինայում իրավիճակին, Էրդողանը հայտարարել է, որ Անկարան ուշադիր հետևում է հակամարտության հետ կապված զարգացումներին եւ ի սկզբանե չափազանց ճիշտ դիրքորոշում է որդեգրել, կարևորելով խաղաղության հաղթանակը։ Մեկնաբանելով թուրք-ամերիկյան հարաբերությունների հեռանկարները, Թուրքիայի ղեկավարն ընդգծել է. հնարավոր է, որ Անկարայի եւ Վաշինգտոնի հարաբերությունները նոր թափ ստանան Դոնալդ Թրամփի պաշտոնավարման ընթացքում։ Էրդողանի խոսքով Թրամփի հետ օրերս կայացած հեռախոսազրույցն անցել է անկեղծ մթնոլորտում։ Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունն անդրադարձել է Թուրքիայում Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությանը, նշել դա լուրջ հարված է Թուրքիայի ժողովրդավարությանը։ Քաղաքական պայքարը չպետք է ընթանա դատարանների եւ բանտերի միջոցով։ Ակնկալում ենք, որ մեղադրանքները կքննվեն թափանցիկ եւ հնարավորինս արագ, իսկ դատաքննությունը կիրականացվի օրենքի գերակայության սկզբունքներին համապատասխան։ Նույնը վերաբերում է նաեւ ձերբակալված ցուցարարների հասցեին հնչող մեղադրանքներին։ Հայտարարության մեջ ասված է, որ ժողովրդավարության եւ օրենքի գերակայության սկզբունքներին հավատարմությունը ինչպես Թուրքիայի հետ երկկողմ, այնպես էլ Եվրամիություն-Թուրքիա հարաբերություններում առանցքային տարրն է։ Գերմանիայի արտգործնախարարության X-ի միկրոբլոգում էլ նշված է, որ Եվրամիությանն անդամակցելու Թուրքիայի ձգտումն ավելի ու ավելի անհիմն է հնչում Իմամօղլուի եւ մյուսների դեմ ձեռնարկված գործողությունների լույսի ներքո։ Այն երկիրը, որն իր ապագան տեսնում է Եվրոպայում, պետք է աջակցի օրենքի գերակայությանը, նշել են գերատեսչությունում։
Ադրբեջանում։ Ավելի վաղ Ֆրանսիայի արտգործնախարարությունը հայտարարել էր, որ Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների կալանավորումը լուրջ ոտնձգություն է ժողովրդավարության դեմ։ Փարիզը մտահոգություն էր հայտնել այդ կապակցությամբ, նշել, լինելով Եվրոպայի խորհրդի անդամ եւ Եվրամիությանն անդամակցելու թեկնածու, Թուրքիան պետք է պահպանի ստանձնած պարտավորությունները։ Թուրքիայում շարունակվում են հակակառավարական ցույցերը։ Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի աջակիցները փորձել են արգելափակել Ստամբուլի առանցքային Գալաթայի կամուրջը, մեքենաների երթևեկությունը դադարեցվել է։ Ցուցարարների եւ ուժայինների միջև գրանցվել են բախումներ։ Ոստիկանները արցունքաբեր գազ, մահակներ եւ ջրցան մեքենաներ են կիրառել։ Տեղական ԶԼՄ-ները գրում են, որ սա երկրում վերջին տարիների ամենազանգվածային բողոքի ակցիան է։ Թուրքիայի ներքին գործերի նախարարության տվյալով ոստիկանությունը ցույցերի մեկնարկից ի վեր ձերբակալել է մոտ 1200 մարդու։ Թուրքիայի լրագրողների միությունը հայտնել է, որ վերջին 5 օրերի ընթացքում 9 լրագրող է ձերբակալվել։ Նրանց ձերբակալման պատճառները դեռ չեն հստակեցվում։ Իշխանությունների տվյալով վիրավորվել է ավելի քան 120 ոստիկան։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ Ստամբուլում բողոքի ակցիաների ընթացքում ոստիկանների վիրավորվելու եւ հասցված վնասի պատասխանատվությունը կրում են ընդդիմադիր ժողովրդի հանրապետական կուսակցության առաջնորդն ու աջակիցները։ Ստամբուլում, Անկարայում եւ Թուրքիայի այլ քաղաքներում բողոքի ակցիաները շարունակվում են մարտի 19-ից, հաջակցություն Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի։ Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել հանցավոր կազմակերպություն ղեկավարելու, հանցավոր կազմակերպությանը անդամակցելու, խարդախության, կաշառակերության, անձնական տվյալների ապօրինի ստացման եւ տենդերներում խախտումներ թույլ տալու մեղադրանքներով։ Հետաքննվում է նաեւ Քուրդիստանի աշխատավորական կուսակցությանն աջակցելու գործը։ Իմամօղլուն հերքում է առաջադրված բոլոր մեղադրանքները։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել Արարատ Միրզոյանի եւ Սեյեդ Աբբաս Արախչիի առանձնազրույցը, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը։ Բանակցություններին հաջորդած մամուլի ասուլիսում Միրզոյանը նշել է, որ Իրանի արտգործնախարարին է ներկայացրել սահմանազատման եւ խաղաղության համաձայնագրի վերաբերյալ վերջին զարգացումները։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արախչին էլ ողջունել է Հայաստանի եւ Ադրբեջանի խաղաղության համաձայնագրի նախագծի համաձայնեցումը։ Նրա խոսքով Թեհրանը կողմերին խրախուսում է ստորագրել փաստաթուղթը հնարավորինս շուտ։ Վերստին ընդգծել եմ Հայաստանի հանձնառությունը տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության եւ կայունության հաստատման գործում, ինչի կարևոր հանգրվաններից կարող է դառնալ խաղաղության համաձայնագրի արդեն իսկ ամբողջությամբ համաձայնեցված տեքստի ստորագրումը։ Օգտվելով առիթից երախտագիտությունս եմ հայտնում բարեկամ Իրանին խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումը ողջունելու եւ ստորագրումը կարևորելու համար։ Բազմիցս ընդգծել ենք, որ մենք բարձր ենք գնահատում Իրանի հստակ դիրքորոշումը Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության անձեռնխելության վերաբերյալ։ Ինչպես եւ Իրանի, այնպես էլ Հայաստանի համար մեր պետությունների միջև սահմանի անկախտելությունը ունի կենսական նշանակություն։ Խնդիրները տարածաշրջանում պետք է լուծվեն երկխոսության եւ դիվանագիտության միջոցով։ Դեմ ենք ցանկացած ռազմական քայլի տարաձայնությունները տարածաշրջանում լուծելու համար։ Տարածաշրջանում հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը ընդունելի է, բայց այն պետք է հիմնված լինի ինքնիշխանության վրա, պետք է հարգվեն երկրի տարածքային ամբողջականությունն ու ազգային օրենքները։ Արախչին նշել է, որ հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել լավագույնս օգտագործելու երկու երկրների հարաբերություններում առկա ներուժը։ Նրա խոսքով Իրանը եւ Հայաստանը պատրաստ են պայմաններ ստեղծել տարանցման ոլորտում, որ իրանական բեռնափոխադրումները Սև ծով եւ իրանական բեռների փոխադրումը դեպի Պարսից ծոց, Հնդկաստան եւ Օման դյուրացվեն։ Արախչին ընդգծել է, որ Իրանն աջակցություն է հայտնում Հայաստանի վարչապետի ներկայացրած խաղաղության խաչմերուկ ծրագրին։ Կարծում ենք այն մեծ հնարավորություն կստեղծի երկու երկրների հարաբերությունները զարգացնելու համար։ Մենք գտնվում ենք մի կետում, որ կարող ենք ասել, որ Հայաստանի եւ Իրանի հարաբերությունները դինամիկ զարգանում են։ Միացյալ Նահանգները կարծում է, որ Թեհրանը պետք է Վաշինգտոնի հետ բանակցությունների սեղանի շուրջ նստի։ Ամերիկյան իշխանությունները լուրջ են տրամադրված Իրանի նկատմամբ, իսկ վերջինս շատ տարբերակներ չունի։ Նման հայտարարությամբ է հանդես եկել պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Թեմի Բրյուսը։ Նրա խոսքով Իսլամական Հանրապետության իշխանությունները պետք է արձագանքեն այն իրողությանը, որ աշխարհը փոխվել է։ Բրյուսը նաև հիշեցրել է, որ Միացյալ Նահանգները չի բացառում Իրանի դեմ ռազմական գործողությունները։ Իրանի արտաքին գործերի նախարար
հավասար աղջին օրերս հայտարարել էր, որ Թեհրանն ԱՄՆ-ի հետ ուղղակի բանակցություններ չի վարի ամենօրյա մեղադրանքների եւ Վաշինգտոնի կողմից անընդունելի պահանջների պատճառով, սակայն անուղղակի բանակցությունների ճանապարհը բաց է։ Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին ուղարկված նամակում 2 ամիս ժամկետ է սահմանել նոր միջուկային գործարքի կնքման համար։ Իրանի կառավարության խոսնակ Ֆաթեմե Մոհաջերյանին մեկնաբանել է Թուրքիայի ներքին իրադրությունը։ Նրա խոսքով Իսլամական Հանրապետությունը հարևանների ներքին գործերին միջամտելու նպատակ չունի։ Մոհաջերյանին ընդգծել է Թեհրանը շահագրգռված է հարևանների հետ կայուն եւ ամուր հարաբերություններով։ Կառավարության խոսնակը հստակեցրել է, Իրանը բոլոր երկրների հետ հարաբերությունները կառուցում է 3 սկզբունքների հիման վրա՝ արժանապատվություն, իմաստություն եւ նպատակահարմարություն։ Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում Եվրամիության արտաքին ծառայության խոսնակ Անիտա Հիպպերը անդրադարձել է հարցին, թե արդյոք Բաքուն պահանջել է դադարեցնել Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունը, որպես Երևանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու պայման։ Հիպպերը նշել է, չի մեկնաբանում որևէ երկկողմ բանակցություն կամ քննարկում։ Երբ խոսքը վերաբերում է Հայաստանում մեր առաքելությանը, անհրաժեշտ է հստակեցնել, այն քաղաքացիական առաքելություն է 2 տարի ժամկետով։ Մենք տեսել ենք բազմաթիվ ջանքեր վարկաբեկելու այս առաքելությունը, որը տեղակայվել է աջակցելու տարածաշրջանում խաղաղությանը խթանելու Եվրամիության ջանքերին։ Բելարուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է Իլհամ Ալիևին Նովրուզի կապակցությամբ։ Բելարուսի նախագահը վստահություն է հայտնել Մինսկի եւ Բաքվի միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները կնպաստեն երկկողմ կապերի հետագա ընդլայնմանը բոլոր ոլորտներում՝ ի շահ երկու պետությունների եւ ժողովուրդների։ Ալեքսանդր Լուկաշենկոն Ադրբեջանի նախագահին մաղթել է քաջ առողջություն եւ նպատակների հաջող իրականացում։ Ադրբեջանը իսլամական ությակի կանոնադրության վավերացման մասին փաստաթղթերը պաշտոնապես ներկայացրել է Ստամբուլում կազմակերպության քարտուղարություն։ Դրանով իսկ ավարտելով կազմակերպությանն անդամակցելու գործընթացը։ Ադրբեջանի Միլի Մեջլիսը համապատասխան օրենքն ընդունել է 2025 թվականի մարտի 7-ին։ Անկասկած Ադրբեջանի անդամակցությունը որպես իսլամական ությակի 9-րդ անդամ կարևոր հանգրվան է կազմակերպության համար, քանի որ այն կբացի ավելի լայն հնարավորություններ եւ կամրապնդի անդամ պետությունների համագործակցությունը կանոնադրությամբ նախատեսված նպատակներին եւ խնդիրներին հասնելու համար։ 2024 թվականի դեկտեմբերի 19-ին Կահիրեում ությակի անդամ երկրների եւ կառավարությունների ղեկավարների 11-րդ գագաթնաժողովում կազմակերպության մասնակիցները միաձայն ընդունել էին Ադրբեջանի անդամակցության հայտը։ Կազմակերպության ստեղծման մասին որոշումն ընդունվել է 1996 թվականի նոյեմբերին Ստամբուլում։ Այն հիմնադրվել է 1997 թվականի հունիսի 15-ին Ստամբուլում կայացած առաջին գագաթնաժողովում։ Կազմակերպության կազմում ընդգրկված են Թուրքիան, Իրանը, Պակիստանը, Բանգլադեշը, Մալազիան, Ինդոնեզիան, Եգիպտոսը եւ Նիգերիան։ Վարդուհի Հարությունյան, Հարևաններ։